Գժվել է եղանակը աշխարհի տարբեր կողմերում. Կոլումբիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մադագասկարում։ Գեզանի կոչվող արևադարձային ցիկլոնը ավերել է Մադագասկարի արևելյան ափը, արմատախիլ անելով հսկայական ծառեր։ Ջուրը ծածկել է բնակելի թաղամասեր։ Փրկարարները չեն հասցնում փողոցներից հեռացնել տապալված հաստաբուն ծառերը, տանիքների բեկորները։ Ուժեղ քամին նոր բաներ է պոկում ու շպրտում փողոց։ Մադագասկարում արդեն 9 մարդ է զոհվել, 19 վիրավորվել փլուզումների պատճառով։ 1994 թվականից հետո սա համարվում է ամենաավերիչ փոթորիկը Մադագասկարում։ Տեղատարապ անձրևների հետևանքով վարարել են Կոլումբիայի գետերը։ Հյուսիսային Մոնտերիա քաղաքի գրեթե կեսը ջրի տակ է անցել։ Հազարավոր ընտանիքներ տարհանվել են, որ ջրի հոսքի զոհ չդառնան։ Մոնտերիայում պարետային ժամ է հայտարարվել։ Բնակիչները չեն կարող մի տեղից մյուսը գնալ առանց փչովի ներքնակների, փայտե տախտակների։ Մենք բարիկադներ, ավազե պարկեր էինք սարքել, բայց ջրի հոսքն այնքան ուժեղ էր, որ ոչինչ չդիմացավ։ Փառք Աստծո հասցրինք որոշ բաներ փրկել, բայց հավատացեք, իսկական տառապանք է մեր կյանքը։ Հաջորդ օրվան ենք սպասում, հույսով, որ իրավիճակը կբարելավվի։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ուղղաթիռից հետևել է իրավիճակին ջրհեղեղից տուժած շրջաններում։ Կոլումբիայի աղետալի ջրհեղեղի զոհ է դարձել 14 մարդ, հազարավոր ընտանիքներ մնացել են անտուն։ Պորտուգալիայում բնակիչների գլխին պատուհասել են սողանքները։ Լիսաբոնից մոտ 15 կիլոմետր հարավ Կոստա դա Կապարիկա կոչվող ծովափնյա քաղաքն է շատ տուժել շաբաթներ շարունակ չդադարող հորդառատ անձրևներից։ Ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ նույնիսկ բազմաբնակարան շենքերն են վնասվել։ Ցեխի ու ջրի տակ են մնացել բազմաթիվ մեքենաներ, փլուզվել են ճանապարհներ։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։